524 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հիմնադիր զավակներ նախաձեռնության համահիմնադիր հասարակական գործիչ Հայկ Մանասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հրապարակումներից, այսքան անվտանգային խնդիրները թողած Փաշինյանը եկեղեցու հարցերով է զբաղվում, նա նշում է, որ բոլոր սրբապիղծ հոգևորականներից պետք է ազատվի եւ պետք է պարզել, թե ով է կուսակրոնության ուխտը խախտել, թե ոչ։ Ինչ խնդիր է ուզում լուծել Փաշինյանը, ձեզ անհանգստացնում է նրա այդ գրառումները։ Ինձ անհանգստացնում է ընդհանրապես այն ամբողջ վիճակը, որի մեջ մտնում է նաև թե գրառումը, թե, չգիտեմ, եկեղեցու հետ կապված վիճակը։ Տեսեք, ես չեմ ուզում իր գրառումը մեկնաբանեմ, բայց սա թող առիթ լինի, որպեսզի ես կարողանամ իմ դատողությունները, իմ մտքերը ներկայացնել, կամ ինչ-որ եւս մի կարծիք, որը մարդիկ թող այսպես քննեն, հա, կամ տեսնեն, գնահատական տան, կամ միգուցե սրանից օգտվեն իրենց սեփական մտքերը շարադրելու համար։ Առհասարակ հռետորաբանության մեջ, ու դեռ Արիստոտելի կողմից սահմանվել է, որ 3 հիմնական գործոն կա խոսքը ներկայացնող, համոզելու 3 հիմնական գործոն է ազդում։ Խոսքի 3 կարելի ասել բաղադրիչ։ Դա մեկը թե ով է այդ խոսքը ասում, սա շատ կարևոր է համոզելու, համոզիչ լինելու համար, ով է ասում, կամ էթոս այլ կերպ։ Երկրորդը թե ինչպիսի պաթոսով է ասում, ինչպիսի հույզեր արթնացնելով, ինչպիսի զգացմունքներ արթնացնելով է դա ասում, եւ երրորդը ինչ տրամաբանություն կա լոգոսը, վերջի բաղադրիչը, ինչ տրամաբանություն կա, ինչ լոգիկա կա իր ասացի մեջ, այսպես ես իմ բառերով փորձում եմ այս փոքրիչ ակադեմիական թեման բարձեցնել, այսինքն ով է ասում, ինչպես է ասում, ինչ հույզեր արթնացնելով, եւ վերջինեշով ինչ տրամաբանություն, ինչ փաստերով է խոսում։ Այս 3 բաղադրիչը գործոնը միասին համոզիչ են, առանձին իրենց հերթին համոզիչ են։ Եվ եթե լսողը, քանի որ էս դուրս է այս 3 բաղադրիչից, ինքս այս լղոզված ինչ որ բան է ստանում։ Հիմա եկեք առանձին դիտարկենք, ով է ասում, հա, եկեղեցուն քննադատում է, ով։ Պետական այր, վարչապետ, գործադիրի ղեկավարը, գործադիր իշխանության գլուխը, որը ինչ պիտի անի, ունի մի շարք ֆունկցիաներ։ Պետական ինստիտուտները առհասարակ 3 հիմնական ֆունկցիա կա, հա, օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ համակարգ եւ բանակ։ 3, 4, 5, հա 5 հիմնական, ուրեմն թևերով պետական ինստիտուտները ձախողել են, 5 հիմնական թերևերով է ձախողել են, իրենց անմիջական անելիքը, այն անելիքը, որը չանելու համար իրենց կարելի է դատել, բայց ով դատի, եթե դատական համակարգը, դատական իշխանությունը էլի ենթարկվում է իրանց, ինչը էլի անհեթեթություն է, էլի, էլի օրենքի սահմանադրության խախտումը։ Բայց եւ այնպես, ուրեմն այս ամենը ձախողած ու դրա թիվ 1 պատասխանատու մեկը խոսք է ասում եկեղեցու մասին։ Ինչ ձևով է ասում, ինչ հույզեր է արթնացնում։ Ու մի քանի ձև փորձեց։ Ամենաառաջինը դա հայոյանքն էր։ Սա որոշակի, այսպես մարդկանց մոտ պետք է հույզեր առաջացնել, էմոցիաներ առաջացնել, վերաբերմունք համոզիչ լինելու համար։ Բայց հակառակը։ Պարզվեց դա հեչ համոզիչ չի, այսինքն պաթոսի այս տարբերակը ամենևին ընդունելի չեղավ ժողովրդի կողմից։ Հետո կամաց այսպես փապկացրեց, իդեպ այդ պաթոսի մեջ ինչա ինքը ասում, ինքը դիմում է ոմն սրբազանի, որը ոմն զանցանք է արել։ Եվ թիրախավորում քեռակին կնոջ։ Եվ չէ, հələ քեռականը թողենք, անորոշ, այսինքն բոլոր սրբազանների վրա դա կարա տարածվի։ Թեև եթե բոլորի վրա կարող են կասկածել։ Բան գիտես, բան ասա, երկրորդ։ Ինչ գործ ունես մարդկանց անձնականը մտնել, առհասարակ ինչ գործ ունես մարդկանց։ Իսկ եթե որպես հավատավոր ես ասում, ապա ասա ես որպես հավատավոր մի հատ այդ էթոսի պահը, թե դու ով ես, այդ էթոսի պահը, դու ով ես, ասողնով, մի հատ դու ինքդ քո համար կոնկրետացրու։ Վարչապետի աթոռից դու ինչ որ բաներ ես խոսում, լավ, անցանք։ Եվ այնուհետև մեղմացնելով հասավ բանը նրան, որ կաթողիկոսի պաշտոնը զբաղացնող անձը իր տեղում չէ, պետքա սա վերանայվի։ Ես կարծում եմ իմ անձնական կարծիքն է, որ այո, կաթողիկոսի աթոռը զբաղեցնող անձը իր տեղում չէ։ Եվ ինչ։ Կաթողիկոսի ինստիտուտը դրանով ինձ համար պակաս կարևոր, մեծարելի, արժեքավոր չի դառնում։ Ավելին ասեմ, եթե նայենք կաթողիկոսի ինստիտուտի եւ վարչապետի ինստիտուտին եւ տեսնենք, թե
վարչապետի ինստիտուտում ով է զբաղացնում այդ աթոռը, կտեսնենք, որ այնտեղ վարչապետի աթոռում շատ ավելի կործանարար հետևանքներ եւ արդյունք են գրանցել զուտ այն բանի համար, որ որևէ մեկը ոմն լրագրող իր տեղում չէ։ Էս sense։ Կներեք, որ ասում եմ լրագրողի, կարա բժիշկն արի, դու ասեի ոմն բժիշկ իր տեղում չէ։ Հիմա եւ գալիս ենք տրամաբանությանը, այդ ասացի, եկեղեցին ունի խնդիրներ, այո, ունի խնդիրներ։ Դրանք պետք է վերանայվի։ Իհարկե, դրանք պետք է վերանայվի, լուծվի։ Եվ ով պետք է վերանայվի։ Ով պետք է դա անի։ Դա պետք է անի թե եկեղեցին կամ առաջի հերթին եկեղեցին, հետո հավատավոր ժողովուրդը։ Այս դեպքում նույնիսկ անհավատ ժողովուրդը հայության կարող է այստեղ խոսք ասի կամ վերաբերմունք ցույց տա, ինչու, որտեղ հայ առաքելական եկեղեցին դա պարզապես կրոնական կառույց չէ, կրոնական կազմակերպություն չէ, որը ենթադրենք մի 20 տարի առաջ կազմակերպություն են հիմնել, իրավաբանական անձ են գրանցել ու աշխատում են։ Հայ առաքելական եկեղեցին երկիր մոլորակի ամենահին օֆիցիալ կազմակերպությունն է։ Գոյություն չունի մի կազմակերպություն, որը պաշտոնապես գրանցված լինի 1724-25 տարի առաջ։ Այդպիսի կազմակերպություն աշխարհի վրա գոյություն չունի։ Կան խաչակիրների եղբայրություններ, գաղտնի կամ բացահայտ, կան, չգիտեմ, տարբեր այլ եկեղեցիներ։ Հայ առաքելական եկեղեցին դա աշխարհի մոլորակի ամենահին, այսինքն հնագույն եւ մինչեւ այսօր գործող, որովհետեւ այստեղ երբ որ մենք նայում ենք ոչ միայն պատմական կարեւորություն կամ հուշարձանային կարեւորություն ունի տաճարը, այլ նաեւ այդ տաճարը դատարկ չէ, այնտեղ մարդիկ կան, որոնք ծեսեր են անում, որոնք արվում են արդեն 1724-25 տարի եւ ավել։ Այնտեղ մարդիկ կան, որոնք կրում են ժառանգություն իրավահաջորդությունը այն մարդկանց, ովքեր վերջին հաշվով մեր ինքնությունն են ձևավորել, զարգացրել, պահել 1725 տարի եւ ավել։ Այնպես, այսինքն թագավորներից սկսած թագավորների հետ են նստել այս մարդիկ, հետո, չգիտեմ, հպատակի ժամանակներ են ունեցել մեր ժողովրդի համար, էլի այս մարդիկ առաջնորդել են ժողովրդին։ Ինքնության կորստի առաջ են կանգնած եղել եւ այլ, այս ինստիտուտը պարզապես կրոնական կազմակերպություն չի, որ միայն հավատացյալ համայնքը խոսք ունենա ասելու։ Այստեղ խոսք ունի ասելու նաեւ աթեիստ համայնքը, ովքեր իրեն իր ինքնությունը ասոցացնում է հայության հետ, հայ ազգի հետ։ Դրանք բոլորը ավելի նույնիսկ կարող դրսից մարդիկ լինեն։ Ասեն, գիտեք ինչ, օրինակ կներեք իհարկե, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ոնց է գրանցված պատմամշակութային արժեքներ, երբ որ արդեն ամբողջ մարդկության հոգացության եւ ուշադրությանն արժանի։ Ահա հայ առաքելական եկեղեցին նույնիսկ կարելի է ասել, որ ամբողջ առաջադեմ պատմությունը հարգող բանականությունը, գաղափարները հարգող, այս հոգևորը հարգող ամբողջ աշխարհի այս ժողովուրդների համար կարա լինի արժեք։ Սրան, ահա, այո, սա պետքա ձգտի կարատարելության, լինի ավելի լավը, այո, պետքա լինի։ Այդքան տեղ լոգոսը, լոգիկան ճիշտ է, բայց դրանից առաջ որ գնում ենք համոզելու համար երկու տարբեր գործոնները, որն է պաթոսը եւ էթոսը, այսինքն ով է ասում եւ ինչպես ասում, սա ուղղակի խայտարակ վիճակում է։ Թե ասողի ով լինելն է խայտարակություն, թե ինչպես ասելն է խայտարակություն։ Եվ նպատակը որն է կարծում եք։ Այստեղ արդեն նպատակի հետ կապված։ Ես մեկ ուրիշ հեղինակի անուն գտամ Մաքս Վեբեր։ Մաքս Վեբերը սոցիալական գործողությունների մի քանի 4 տարբերակ է ասում, բայց երկուսը այստեղ հիմնականը շեշտեմ։ Որևիցե գործողություն մարդ անելուց կամ գնում է օգուտով առաջնորդվելով, կոչվում է նպատակառացիոնալ, կամ օգուտով է առաջնորդվում, կամ գաղափարով արժեքներով է առաջնորդում։ Հիմա մենք պետք է հասկանանք տվյալ գործողությունը շահադիտական մոտիվ ունի, թե արժեբանական մոտիվ ունի։ Մեկը Մուրացկանին իր վերարկուն հանում եւ տալիս է, որ նա տաքանա։ Արժեբանական քայլ է։ Մարդը սկսում է սառել նա ով այդ գործողությունը, դա իր համար օգուտ չէր, հակառակը, նյութական տեսանկյունից դա վնաս է, բայց մարդ սա անում է։ Բայց եթե սա անում է օրինակ քաղաքական գործիչը, բոլորի աչքի առաջ, նախընտրական շրջանում, սա չեղավ արժեբանական, սա եղավ շահադիտական, արդեն օգուտ դեպի օգուտն ուղղորդված քայլ։ Հիմա եկեք հասկանանք, այս ընտրություններից առաջ Փաշինյանը նախ ասում ընտրություններից առաջ։ Նախընտրական շրջանը։
Երկրորդ, այսինքն խոսքը ձևակերպում է որպես արժեբանական դաշտում, բայց որ նայում ենք այ ընկեր, այդքան էլ դու սա ավելի մեծ պղծություն է, երբ որ դու արժեբանական, այսինքն արժեք ուղղորդված քայլերը որակազրկում ես դրանք որպես մանրադրամ օգտագործելով քո նեղ թիմային եւ անձնական շահերի համար։ Միգուցե եւ երկրի շահի համար, որովհետեւ պատերազմի վտանգ կար, նույնիսկ վերջերս հարձակվելու վտանգ կար, ու այդ վտանգը փոքր-ինչ ավելին էր կարծես թե այն աստիճան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետը դրա մասին խոսեց, որ կարող այո Սյունիքում ամեն ինչ չի, եւ կարծես թե Շվեյցարիայում կաթողիկոսի այդ հայտարարությունները, միջոցառման կազմակերպումը եւ այլն կարող էր որպես պատերազմի հրձիկ հանդիսանալ։ Միգուցե այդ դեպքում, եթե ես եմ ղեկավար, ոչ թե վեր եմ կենում ավել պակաս այսպես խոսում եմ, որտեղ էլ եմ ասում, այդ մարդ ուղիղ ասոցացված է եկեղեցու հետ։ Ձերբակալի այ ընկեր։ Ասա գիտես ինչ կա, նա դավաճանական քայլ անում, պետական դավաճանություն է անում։ Կամ չգիտեմ, երկրի դեմ ձերբակալի։ Համոզված եմ, եթե ուզենան այսօր ձերբակալել, կարող է դեպ դա էլ լինել։ Դրանից սկսեն։ Հոգևորականների ձերբակալի։ Հոգևորականները ինչ գործ ունեն։ Եթե կաթողիկոսն է քո խնդիրը, եկեղեցու հետ ինչ գործ ունես։ Կաթողիկոսի անձն է քո խնդիրը, նույնիսկ կաթողիկոսը չէ։ Կաթողիկոսի անձն է։ Բայց Շվեյցարիայում ինչ էր խոսում, արցախցիների վերադարձի հարցից էր խոսում։ Հիմա ամեն ինչ կարող է Փաշինյանը դա պատերազմի վտանգ համարել։ Հեղինե ջան, ենթադրենք, ես չեմ ասում, դա այդպես է։ Համենայնպես մամուլում այդպիսի բացատրություններ հնչեցին, լավ, ենթադրենք, դրա համար այլ գործողություններ անում։ Դրա համար չեն փորձում քանդել եկեղեցու հիմքերը։ Ավելին, եթե դու փորձում ես քանդել եկեղեցու հիմքերը, մի անգամից արդեն օրինաչափություն, հուլունքի նման նույն թելի վրա հավաքվում է այդ քո ասած Արարատ, Արագածը, այդ քո իրականն ու պատմականը։ Ամերիկայում կա Նյու Յորք կամ Նյու Հեմփշիր։ Այդ որտեղից են այդ անունները։ Ամերիկայում երկպալատ պարլամենտ է, ի սկզբանե։ Այդ որտեղից են։ Անգլերեն են խոսում։ Այդ որտեղից է։ Դա բրիտանական գաղութներ են եղել, բրիտանական անցյալն են կամ բրիտանական որոշակի ժառանգությունն են այդ մարդիկ ներկայացնում։ Հիմա պատկերացրեք Բրիտանիան վեր կենա, ասի Նյու Յորքի անունը պետք է փոխես, օրինակ։ Պարլամենտական երկպալատությունը պետք է վերացնես, այդ անգլերեն լեզուն իմ լեզուն է, պետք է փոխ։ Պատկերացնում եք այսպիսի բաներ։ Հիմա մեր վարչապետը մեզ համոզում է, որ իրական Հայաստան նշանակում է հրաժարվել քո ազգային ինքնությունից։ Հիմա դրանցից մեկը եկեղեցին է, անգամ անհավատների համար։ Անգամ անհավատների համար, Հիմա այսինքն Փաշինյանը այս տրամաբանության մեջ է գործում։ Էս էլ մյուս։ Իսկ խնդիրը ոչ թե վեհապարն է, այլ եկեղեցին։ Այս գծի մեջ է գործում։ Եթե ձեր համար կաթողիկոսի աթոռը զբաղեցնող անձը խնդիր էր, դուք լրագրող եք եղել։ Գիշեր-ցերեկ գրեիք դրա մասին, որ սա խնդիր է, սա պետքա փոխվի։ Դուք սուս եք մնացել։ 7 տարի իշխանության եք եղել, էլի սուս եք մնացել։ Եկել է վերջին նախընտրական տարին, ուրեմն նախընտրական տարում մի տարի ամնա, ուղիղ մի տարի մնացել։ Այսինքն մի տարի այս ժամանակ մենք արդեն մյուս տարի այս ժամանակ ընտրություններ կլինեն։ Վեր եք կացել, ինչ եք ասում։ Ինչ եք ուզում ասել։ Հա ուզում եք ու ասեմ ապականելու են։ Վաղը տեսեք, ես ձեր եթերում խոսացել եմ, չէ՞, որ ասել եմ կաթողիկոսի հետ կապված, ես խոսացել եմ ու ոչ այսպես ողջունել, հակառակը քննադատել եմ։ Այդ ժամանակ էլի կարում էի քննադատել։ Եկեղեցին ինձ չէր ասում Հայկ ջան, մի արա տենց բան։ Եկեղեցին ասում է դե երևի Հայկը մոլորված է կամ մտքի մեջ մտածում է Հայկը ճիշտ է ասում, բայց հիմա երբ որ դուք եք ապականում ես թեման, վաղը ես նորից այդ նույն իմ ասածը, որ ամիսներ կամ տարիներ առաջ էստեղ հնչեցրել եմ։ Արդեն ուզում եք պաշտպանության պատասխան։ Արդեն դուք խոսում ես, ասելու են, ահան Փաշինյանն էլ է նույն բանն ասում։ Փաշինյանը ապականում է այն ամենը, այն բոլոր արժեքավոր գաղափարները, որոնք մեր ներքին հաշտության, մեր ներդաշնակ համակեցության հիմքն են։ Եկեղեցին էլ, եկեղեցու խնդիրներն էլ, դրանց լուծումն էլ մեր ներդաշնակ համակեցության հիմքում են ընկած։ Մենք այդ հարցերը կլուծենք։ Հիմա իր խնդիրը վեհապարն է, թե եկեղեցին է, ինչ եք կարծում, որովհետև իրենք ասում են թիմով, որ մեր խնդիրը առանձին հոգևորականներն են, բայց ինչու է այդքան հրապարակայնորեն վարկաբեկվում։ Կարելի է այսպես ասել, հարցը վերաձևակերպեմ։ Հարցը վերաձևակերպ, իր խնդիրը միայն
վեհապարի աթոռը զբաղեցնող անձն է, թե նաև եկեղեցին։ Եթե այսպես, ապա նաև եկեղեցին։ Ինչու՞։ Նաև Ինչ խնդիր է եկեղեցին։ լուծում։ Դուք էլ եք կարծում, որ դրսից կա այդ պահանջը դրված։ Ժողովուրդ, եթե ձեզ թվում է, որ ռուսներից պրծնելով եվրոպացիների հետ դուք փրկություն եք գտնելու, դուք չարաչար սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, թե դրսում կա որից է արտաքին ուժ, որը մեր երկրի շահերի եւ բարօրության մասին է մտածում, մեր ժողովրդի ինքնության, նրա պատմական, մշակութային, հոգևոր մշակութային արժեքների բարձրացման մասին է մտածում, դուք չարաչար սխալվում եք։ Չարաչար։ Կա դրսից ճնշում։ Ու լինելու է միշտ թե հյուսիսից, թե հարավից, թե արևելքից, թե արևմուտքից։ Կորցնել քո ինքնությունը, քո ստանդարտներով, պատկերացումներով, ինտեգրվել արդեն կառավարելի, արդեն կառավարվող որևիցե համակարգի, եթե ենթադրենք Ռուսաստանն է ուզում ձեզ կառավարի, նա իր համակարգին է փորձելու գցի։ Այդտենց կիսագողական, կիսառեկետական, կիսակոռուպցիոն, կիսապետական, կիսառազմական, կիսաօլիգարխիկ, կիսամոնարխիկ, այսպիսի մի բան։ Սա Ռուսաստանի կառավարման ձևն է, եթե ուզում եք Ռուսաստանի հետ, այս ձև պիտի լինեք, որ ձեզ հասկանալի ու հեշտ կառավարեն։ Եթե ուզում եք արևմուտքի հետ, այնտեղ գազոն, բոլորը մի բոյի պիտի լինեն, ավելի ուժեղները, ավելի բոյովները, ավելի հիները, բանը, այն կոլոտներին հուշում են իրանց պակաս լինելու մասին, հետևաբար դրանց պետք է գլխատել փոխաբերական իմաստով։ Նույն բոյի բոլորը պետք է լինեն, բոլորը պետք է սթրվեն, բոլորը պետք է լինեն անզեն, հնազանդ, ոնց ասեն, նենց անեն։ Դե ուրիշ մոտեցում է։ Էմիգրանտներ պետք է գան միլիոններով ու պետք է գրկաբաց նրանց ընդունել։ Հանգած դու փորձես էմիգրանտին, որը քո երկրում ինչ-որ խնդիրներ է առաջացնում, այդ թվում մշակութային, այդ թվում քո մշակութային ինքնության, ազգային ինքնության, դու պիտի սթրվես։ Պետք է բոլորը մի ինչ-որ միջին, այսպես թվաբանական վիճակում լինեն։ Թեև խոսում են բազմազանության մասին, բայց այդ բազմազանությունն էլ միատիպություն է։ Բոլորը միատիպ բազմազան պիտի լինեն։ Միատիպ բազմազան։ Ինքնություն, յուրահատկություն չի կարա լինի։ Յուրահատկությունը խանգարում է բազմազանությանը, հասկանում եք։ Ես առաջի հայացքից թվում է, թե տրամաբանական սխալ կա, բայց մի առանձին թեմա լինի, այսպես կասեմ։ Բայց եւ հյուսիսի հետ, եւ արևմուտքի հետ հնարավոր ասել, գիտեք ինչ կա, այստեղ իմ սահմանն է։ Միջազգային օրենքների համապատասխան մենք կգործենք։ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրն ու մյուս կոնվենցիաները, սրանով մենք կգործենք, բայց չհամարձակվեք գազմեզ թելադրել, թե մենք մեր տան մեջ սեղանը որ պատի տակ պիտի դնենք, թե կենտրոնում, եւ շուրջը պիտի նստենք իշավոտուկով, թե աթոռներով, թե բազմոցներով, այդ դա մենք ենք որոշում։ Բայց հիմա Ադրբեջան եւ Թուրքիայից է պահանջները գալիս։ Ոչ միայն։ Եվ Փաշինյանի հայտարարությունները, օրինակ նախորդել էր, ես ներկայացնեմ Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Փաշասադեն, որը մայիսի 22-ին խոսել էր եւ անարգել էր հայ առաքելական եկեղեցի, Մայրաթոռը, Կիլիկիո կաթողիկոսությունը եւ այլն։ Եվ դրան հաջորդեց Փաշինյանի խոսքերը, հայտարարությունները։ Այսինքն Ադրբեջանից եւ Թուրքիայից հնարավոր է պահանջ լինի։ Ակլորը կանչում է, արևը ծագում է։ Այստեղ պատճառականություն չկա, թեև կա մեկը մյուսից հետո է լինում։ Ամեն անգամ ակտորի կանչելուց հետո արևը ծագում է։ Բայց այնպես չի, որ արևը ծագեց։ Զուգադիպությամբ է դա լինում, կարծում եք։ Տեսեք ինչ, ուզում ասեմ պատճառականությունը պարտադիր չի։ Նույն ձև այստեղ կարա պատճառականություն։ Համընկնումները շատ են։ Միևնույնն է։ Ինձ համար պատճառականությունը այստեղ պարտադիր չի։ Ավելին ասեմ, թուրքական եւ ադրբեջանական պահանջները ես հասկանում եմ։ Մեր ժողովուրդն էլ է հասկանում։ Մեր ժողովուրդը ինչը չի հասկանում։ Չի հասկանում, որ այդ պահանջների մի մասը համընկնում են հյուսիսից ռուսաստանյան եւ արևմտյան պահանջների հետ։ Դրանք համընկնում են իրար հետ որոշ դեպքերում կամ մի զգալի չափ դեպքերում։ Սա պետք է հասկանալ, ժողովուրդ ջան։ Եթե դուք հույսները դրել եք, որ ձեր ինքնությունը կպահպանվի այլոց հետ լավ ինտեգրվելով, միացրեք ցանկացած արևմտյան երկիր, հեսա Ռուսաստանին կգամ,
Միացրեք ցանկացած արևմտյան երկրի ազգային պարլամենտի նիստ, լսեք ընդդիմադիրները ինչ են խոսում հենց իրենց իշխանությունների մասին։ Լսեք ինչ փաստարկներ ա բերվում իրենց խնդիրների մասին։ Այստեղ լավը այն է արևմուտքում, որ արևմուտքում դու լսում ես ընդդիմադիրներից բավականին կոշտ եւ խիստ քննադատություն իրենց իշխանությունների պետական կուրսի նկատմամբ։ Ռուսաստանում չես լսում, էդ էլ չես լսում։ Դե կա մի պետական կուրս, որը նույնիսկ քննադատության չի ենթարկվում։ Բայց եւ այնպես Ռուսաստանն էլ ահագին չափով գիտեք, դրա համար շատ չեմ խոսում։ Ռուսաստանի մասին խոսողները շատ են։ Թուրքիայի, Ադրբեջանի մասին խոսողները շատ են, ժողովուրդն հասկանում է։ Դուք ինչը չեք հասկանում, դուք չեք հասկանում, որ ձեր ատամները պետքա քաշեն։ Ժանիկներ չպետք է լինեն։ Ձեզ կտան սոսկայով մի հատ արհեստական կեր, կասեն բոլորդ այս սրանով եք սնվելու։ Սա առողջարար է։ Այս սրանով կապրեք 80-90 տարի։ Իսկ թե ինչպես կապրեք, կապրեք։ Ես սրան եմ ուզում, ես սթափության կոչ եմ անում սա հասկանալու համար։ Եվ եկեղեցին լավն է, վատն է։ Այսինքն հստակ ծրագիր կա Հայաստանի հետ կապ։ Դա Հայաստանի չի, դա ամբողջ աշխարհի հետ կա հետ ծրագիրը։ Այդ թվում Հայաստանի հետ։ Դա Եվրոպայի ներսում կա, Ռումինիայի ընտրություններ են, ժողովուրդ, սահմանադրական դատարանը Ռումինիայի ընտրությունները մերոնք էլ պաշտպանում են։ Մերոնք էլ մեր ռոպագանդիստները, լոբիստները պաշտպանում են։ Ռումինիայում նախագահ էր ընտրվում, մարդը նախագահ էր ընտրվում։ Սահմանադրական դատարանով չեղարկեցին, իբրև թե դրսից միջամտություն ա եղել։ Լսի տենց Մակրոնի ընտրության ժամանակ էլ է դրսից միջամտություն եղել։ Առհասարակ դրսից միջամտություն այն որ սոցիալական ցանցերով եւ այլն եւ սրա համար J.D. Vance-ը Ամերիկայի փոխնախագահ շատ լավ դիտարկում արեց ես մի քիչ իմ բառերով հա դեր կասեմ ինչ ասեց մեռնի ձեր ժողովրդավարությունը որ $500,000 կարելի է բան անել ցնցել սասանել ուրեմն դուք ժողովրդավարություն չունեք էդից ստից դեմոկրատիա է որ դրսից TikTok-ով կամ չգիտեմ Telegram-ով մի քանի ստատուս գրելով կարելի է այդ ժողովրդավարությունը շարքից անել ստում են իրանց ուզած տեխնացուն չի իրենց հարմար տեխնացուն չէր ու միջամտեցին այն աստիճան որ եւ ինչ գնահատական եղավ եվրոպական երկրների կողմից ոչ թե դատապարտեցին այլ այսպես որ հա դա ինչ որ խնդրահարույց իրավիճակ էր ընդամենը այնինչ եթե նման բան տեղի ունենար օրինակ Ռուսաստանում կամ Հայաստանում հիմա գիտեք ինչ աղմուկ էին բարձրացրել եթե նման բան տեղի ունենար մի հատ ուրիշ երկրում բայց քանի որ իրանց շահերներ ել եմ ասում ժողովուրդ մարդիկ պետությունները երկրները իրանց ազգային պետական շահերով են առաջնորդվում մեզ հետ էլ հարաբերվում են իրենց ազգային պետական շահերից ելնելով Հիմա այս ամեն ինչը Փաշինյանին ինչ է տալիս դուք ասում եք ընտրություններից առաջ արվող քայլերն բայց արդյոք դա իր օգտին է աշխատում Դե տեսեք Փաշինյանը Հեղինե ջան խնդիրը մենք ենք մեր քաղաքական հասունությունն է խնդիրը Տեսեք հիմա մի հատ կարճ բան աչ ու ձախ կլսեք, չէ՞։ Եկեղեցին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու բան, այն դեպքում, երբ որ եկեղեցական գործիչը խոսում է քաղաքականությունից։ Ուրեմն լսեք, իրավաբանական, որպես իրավաբանական անձ եկեղեցին քաղաքականություն անելու իրավունք չունի։ Բայց այդ իրավական անձի մեջ այդ իրավական անձը կազմող այդ կազմակերպության ֆիզիկական անձիկ նույնիսկ կարան տեխնատություն ներկայացնեն եւ կարան ընտրեն եւ կարան տեխնատություն ներկայացնեն։ Այդ Մինիստրները, դատավորները, զինվորականները, ոստիկանները, այդ նրանք չեն կարա տեխնատություն ներկայացնեն։ Այդ նրանց մի մասը չի կարա նույնիսկ ընտրություն անի։ Այսինքն ոչ թե նրանց, այլ ֆիզիկական անձանցից մի խումբ մարդիկ չեն կարա նույնիսկ ընտրության մասնակցել։ Գնան քվեարկեն, ովքեր անչափահասները, ազատազրկվածները։ Նրանք չեն կարա նույնիսկ ընտրություն անեն։ Բայց եկեղեցու մեջ մտնող ֆիզիկական անձիկ հոգևորականները նրանք կարան նույնիսկ տեխնատություն ներկայացնեն ով կարա նրանց ասի աշկիտ վերևունք կա այսքան բան քաղաքական իրավունքների բլոկը նույնիսկ մենք չենք պատկերացնում այ ուրիշ բան երբ որ եկեղեցին վեր կենա որոշի օրինակ պաշտպանության նախարարության փոխարեն չնայած այն ձև ոնց որ պաշտպանության նախարարությունն է աշխատում չի բացառում մի օր դրա կարիքն էլ զգացվի կամ չգիտեմ ներքին զորքերի փոխ դատարանների փոխարեն ինքը դատվարի
Եկեղեցին ասել դատարան մի գնացեք, եկեք ես ձեր դատերը կանեմ։ Այս սա նշանակում է եկեղեցին մտնում է պետություն։ Իսկ դու կարծում եք իշխանությունը վտանգ էր տեսնում, որ հնարավոր է եկեղեցի մարդկանց առաջնորդի դուրս կամ փողոցային պայքարի եւ այսպես կանխարգելիչ նաեւ քայլեր է անում կամ փորձում է վարկաբեկել եկեղեցուն այս։ Եկեղեցին ոչ մի դեպքում թույլ չի տա, որպեսզի Արարատը փոխարինվի Արագածով։ Դա երբեք չի լինի։ Երբեք։ Ստեղից կարելի է սկսել։ Արարատը որպես խորհրդանիշ խոսքը լեռան մասին չի, քառակուսի, խորանարդ մետր քարի մասին չի։ Կամ ծովի մակերևույթից բարձրության մասին չի։ Խոսքը խորհրդանիշի մասին է, որ մեր զինանշանի վրա կա Նոյան տապանը վրան, որի մասին խոսում է, որ պետք է փոխվի։ Որի մասին բզբզում են։ Ժողովուրդ ջան, խորհրդանիշերը գալիս են շատ հնուց։ Ոչ ոք չի կարող դա գալի ասի դա փոխի։ Դա փոխի, որտեղ այդ լեռը գտնվում է իմ տարածքում։ Հա ինչ անեմ գտնվում է քո տարածքում։ Ավելի վատ քո համար, որ այդ լեռը գտնվում է քո տարածքում։ Այդ սա պատմության ընթացքում իմ տարածքում էր, հիմա հանգարցակի դարավ քո տարածքում։ Բան չունեմ ասելու։ Լեռը քեզ լի, խորհրդանիշը իմն է։ Հիմա դրա համար է պայքարում եկեղեցու։ Հոգևորը իմն է։ Էդի կոպիտ, sense կոպիտ ասեմ, հիմա մենք դոլար ենք օգտագործում, հա։ Դոլար ենք օգտագործում։ Փող ենք ուզում բանանենք, ասենք միտեղ գրում ենք դոլարի խորհրդանիշն ենք դնում, հա։ Ասում ենք այսքան դոլար ու խորհրդանիշն ենք դնում։ Ամերիկան գասի տես բան չանես, դա իմ փողն է։ Հա, փողը քոնն է։ Բայց խորհրդանիշը բոլորս կարող ենք դա օգտագործել։ Իսկ եթե դոլարը մենք ենք ստեղծել, մի օր այլևս մեր մոտ չի ձեր բանկերում։ Առավել եւս ոչ ոք չի կարող գա մեզ ասի, այդ նշանը մի օգտագործել։ Հիմա կարող ենք ենթադրել, որ այս գործընթացներն են գնալու եւ դրա համար է եկեղեցու դեմ այս պայքարը։ Այդ գործընթացները գնում են ամեն օր։ Ամեն օր, երբ որ լրագրողները տեսքով են լինում։ Լրագրողները կանչում են ու հարցնում են սրա նրա ներքնաշորի գույնից, սրա նրա կնոջից, նրա ամուսնուց, նրա երեխուց, այս պլենտուզային կներեք խոսքիս համար մակարդակի դիսկուսիաները հենց ամեն օր դրան են տանում, որ դու չխոսես հոգևորից, որ դու չխավրես աստվածայինից, որ դու չխոսես պետականից, դու չխոսես քաղաքական իրավունքների մասին, որ նա ընտրել քաղաքական կազմակերպություններ լրագրողները երբ են ուրիշի կնոջի ասել կամ միացնենք դե տարբեր ժանրի հաղորդումներ կան միգուցե տես ժանր կան ներքնաշորերի մասին է խոսակցությունը ես չեմ տեսել լրագրող որ ներքնաշորից է խոսում ներքնաշորի խոսակցությունս դա փոխաբերական իմաստ է մարդկանց ինտիմը քննարկելու ինչը անում է եւ թիվ 1 լրագրող հանդիսացող վարչապետը ինչը եւ անում են բազմաթիվ լրատվամիջոցներ եւ YouTube-յան դուք էդի չեք տեսել, դուք էդ իրականությունին հաղորդակից չեք, տեղյակ չեք ինչ է։ Բայց YouTube-յան կամ Facebook-յան ամեն հաղորդում դա լրագրող չի։ Հիմա այնպես իրավիճակ է, որ ցանկացած մարդ կարող է հաղորդում սկսել անել կամ YouTube-յան էջ վարել, լավ չի նշանակում որ պաշտոնական լրատվամիջոցներ այդպես են անում։ Խոսում են սրա նրա ինտիմից։ Քաղաքական քննարկումը հասցրել են սրա նրա ինտիմ հարաբերությունների մակարդակ։ Փոխանակ դրա վրա մի հատ խաչ քաշեն ու անցնեն առաջ, ասեն էլ չենք քննարկելու, քանի որ հերթը հասավ ինտիմին, էլ չենք քննարկում, եկեք ավելի բարձր բաներից, ավելի քաղաքական մտքի զարգացման, հասունացման տեսանկյունից խոսան հակառակը։ Քաղաքական գործիչների հետ, այսպես բոլորով, նայեք ոդքասթները, հարցազրույցները, նայեք։ Ես ժողովուրդ, եթե ես ինչ-որ լուստից իջած բաներ եմ ասում, ասեք հա, ամոթ քեզ հայք։ Բայց այս մակարդակը, այս պլինդուզից էլ ցած մակարդակը համապետական, համահանրապետական բնույթ է կրում մեր մեդիա դաշտում։ Նաև ես նշեմ, թե Մայրաթոր ինչ կարծիք ունի այս ամենի հետ կապված, իդեպ 3 հոգևոր խորհուրդը արտահերթ ժողով հրավիրեց եւ հայտարարության տեքստ հրապարակեցին, նշված է, որ եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Դատապարտող կոչ է, մի բառով Հետաքրքիր է, որ ավելի մեծ սպասումներ կար, որ պետք է կաթողիկոսը զանգերը հնչեցնի, հայտարարության կոչ անի եւ մարդիկ դուրս գան պայքարեն, իշխանափոխություն լինի, իրենց դժգոհությունը հայտնեն։ Կաթողիկոսի աթոռը զբաղեցնող անձը չունի համաժողովրդական լեգիտիմությունը, որ վեր կենա զանգեր հնչեցնի։ Այ օրինակ 1000 ներողություն ես ոչ ոքի միջև այդպես վեճ չեմ ուզում առաջացնեմ նախանձի ու խանդի տեսարաններ, բայց եթե Սրբազան Միքայել Աջապահյանը լիներ, ես կարծում եմ անձամբ ես այդ կոչին կարձագանքեի անպայման։ Բայց
ես չեմ կարող օրինակ այսօրվա մեր կաթողիկոսի նման կոչին արձագանքել։ Պարզապես էլի եմ ասում, խոսքա գնում եկեղեցու մասին, խոսքա գնում կաթողիկոսական աթոռի եւ ինստիտուտի մասին եւ ես չեմ կարող այստեղ ընտրելու բանել չունեմ, էլի։ Ում կողմը։ Եկեղեցին կաթողիկոսական աթոռը առաջնային են բոլոր դեպքերում։ Բոլոր դեպքերում ով էլ նստած լինի այնտեղ, եկեղեցին ու կաթողիկոսական աթոռը առաջնային են։ Ուղղակի էդ էլ է մյուս հարցը, որ մենք չգիտենք ախր ինչ աստիճան քաշա դա բերում ինքը իր հետ։ Ինչ տրամաբանություն կա, դեմոկրատիայից խոսում ենք, չէ՞, օրինակ ես դուք լսել եք ժողովրդական օրինակ եկեղեցական ժողովների կամ որոշումների կայացման մեջ, որ 3/4-ը մասնակցում են աշխարհականներ, ոչ եկեղեցականներ։ Դեմոկրատիա եմ ասե, հələ տեսեք այդ ինչքան ժամանակ է դա շարունակում։ Մեկը կգնա դեմոկրատիայի օրինակ բերի եկեղեցական կարգից։ Ոչ, ինչի պետք չի։ Հələ եկեք ժողովուրդ, որտեղ դա մեր ինքնությունը կարող է բարձրացնի, է։ Մեր մեջ կարող է հաճելիություն, մեր մեջ կարելի է բավարարվածություն արտնասնել, որ այ մարդ, այս մեր եկեղեցին այսքան դեմոկրատական եկեղեցի է, հա, այսպիսի կարգ ունի ինքը իր մեջ։ Մեր միաբնակությունը, մոնոֆիզիտությունը, հիմա ես չեմ ուզում շատ, եւ որ ամբողջ աշխարհը սրան դեմ, ամբողջ կրոնական աշխարհը, մեր մոնոֆիզիտությունը, որովհետեւ մի րոպե ժողովուրդ, Քրիստոս, մարդը ու Աստված այդ մի մարդ է։ Կոպիտ ասած Քրիստոսին մարդկայնացնում են, մեր կրոնը, մեր դավանանքը։ Մարդուն էլ աստվածայնացնում են։ Մեզանից յուրաքանչյուրին շանս են տալի աստվածայնանալու դեպի Աստվածը աճելու։ Իսկ ինչ են ասում այլ եկեղեցիներ։ Ասում են նայ, հա, դու հողեղեն ես։ Դու որ շատ էլ ուզես չես կարող։ Այ Քրիստոսի մեջ կար առանձին աստվածային բնույթ, որ իր մարդկային բնույթի հետ կապ չունի։ Այ մարդկային բնույթով դու Քրիստոսի հետ ընդհանուր եք, բայց նրա աստվածային բնույթը ձեր խելքի բանը չի։ Սա այլ կրոններ են ասում։ Մեր կրոնը ինչ է ասում։ Մարդ Աստված։ Մեր կրոնն ասում է մարդ Աստված։ Դա ճուտլի գնում է կիս աստվածներին է կանգնում, հասկանում եք։ Դա գիտեք ուր է գնում։ Դա ինչ է։ Հիմա մանավանդ մեր օրերում այն ժամանակ հալածվել է եկեղեցին դրա համար։ Այն ժամանակ իրան որպես աղանդ են դիտարկել ուղղափառ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին։ Մենք հիմա գոնե կարանք բարձրացնենք, ասենք ժողովուրդ, այս մարդիկ 1700 տարի, այս հասկացությունը, այս գաղափարը, որ դու շարքային մարդ, քո մեջ կարաս Աստված լինես եւ միևնույն ժամանակ մարդ, ու Քրիստոսը հենց այդպիսին էր։ Այ այս հարցերը կարանք մենք բերենք ու այսօրվա դարում արդեն, այսօրվա պատկերացումների մեջ։ Ախ, մեր եկեղեցին այնպես կորիզներ ունի իր մեջ պահած։ Բայց կարծում եք անպարտելի է եկեղեցին։ Այո։ Նույնիսկ հիմա անպարտելի է։ Որովհետև եկեղեցին Աստծով է։ Բնությունով է, ուզում եք աթեիստերին ասեմ։ Եկեղեցին բնությունով է։ Նա անպարտելի է։ Եթե շարունակական աշխատանք տարվի հեղինակազրկման, եթե որոշակի ճակերտավոր ասած բացահայտումներ կամ ինչ-որ գործընթացներ հաջորդեն հետևողականորեն։ Կարծեմ Միքայել Աջապահյանը հենց ասեց, ինչ ասեց։ Ասեց Պետրոսը ուրացավ, 3 անգամ Քրիստոսին ուրացավ։ Պետրոսը հիմա կարող ավելի մեծ բան, ավելի մեծ մեղք գտնեն բանը 2000 տարի հետո ապրող եւ ծառայություն մատուցող հոգեվորականների վրա կարող են գտնել։ Ես է շատ բան գիտեմ։ Ես ինքը շատ սկսած ճեմարանից, այնտեղի բարքերից, այնպեսի այդտեղի արժե համակարգից, բայց այսօր խոսում ենք, հələ մի րոպե։ Դա մենք կարանք սանացիա անենք։ Եկեղեցին ինքը հաստատ ունի այնպիսի հայրեր, ովքեր կարող են այդ ամեն ինչը տեղը գցել։ Մեխանիզմներ ունի ինքնամաքրման։ Հարց այլ բան է, որ դու շաբաթօրյակի անվան տակ պայթացնում ես ամբողջ համակարգը, շաբաթօրյակի անվան տակ քանդում ես ամբողջը, հետո կասես լավ, դե էլ ինչ հավաքենք, որովհետև ինստիտուտները տասնամյակների ընթացքում են ձևավորում հասարակական ինստիտուտները, եւ ոչ միայն հասարակական, տնտեսական, քաղաքական, իրավական, պետական ինստիտուտները, դրանք տասնամյակների եւ հարյուրամյակների ընթացքում են ձևավորվում, բայց կարելի է մի օրում քանդել։ Թեև քանդելուց հետո վերակառուցելը էլի հեշտ է, ինչպես օրինակ գերմանացիների մոտ։ Ինստիտուտները կայացած էին, երկիրը պարտվեց, հողին հավասարվեց, բայց քանի որ իրենք դեռ ինստիտուցիոնալ հիշողությունն ունեին, արագ վերականգնեցին։ Հիմա մի րոպե, բայց մեր եկեղեցին ինչի պետք է մենք սարսանենք, հետո էլ մտածենք վերականգնենք թե չէ։ Հակառակը, եկեղեցին պետք է մի քիչ բացել։
այս կարգը օրինակ ասացի ժողովրդավարությունը եկեղեցում միաբնակությունը Քրիստոսի մարդ Աստված միաբնակությունը մոնոֆիզիտությունը մեր եկեղեցու այնքան բաներ կա որ պետքա այսա բացենք այսա ու կտեսնեք որ եկեղեցին ավելի կամրանա ժողովուրդն էլ եկեղեցով ավելի կամրանա վերջին հաշվով բայց ժողովրդի արձագանքը ձեզ բավարար էր այս օրերին թե ավելին պետք է լիներ բավարար քննադատությունը դժգոհությունը Փաշինյանի բառապաշարի հայտարարությունների հետ կապված Փաշինյանի բառապաշարը լսեք ես չգիտեմ պատմության մեջ Փաշինյանը ով է մնալու իրոք չգիտեմ ով է մնալու դրա համար մի քիչ տենց նայեք էլ ամեն պահ որ նկատում եք մի պահ ձեզ ինքներդ հարց տվեք այսա պատմության մեջ որպես ինչ է մնալու ընդ մնալու է առհասարակ եւ եթե մնալու է ապա որպես ինչ է մնալու եւ պատմության մեջ մեր եկեղեցին ով է տեսեք ես էլ ասեմ օրինակ եկեղեցու պատմություն դասավանդելը դպրոցներում սրան դեմ եմ ասում ալելոցի լուրջ բան դասավանդեք էլի այդ մնացածը եկեղեցում կգնանք սովորեն էլի այ դուք դրա մասին մտածեք այդ երեխեքին ոնց տանեք դեպի եկեղեցի եթե չեմ սխալվում բանը Դանիայի սահմանադրության մեջ էր որ ուրեմն իրենց քաղաքացին ծնողը պարտավոր է եկեղեցում դաստիարակել եկեղեցով այսպեսի պարտականություն կար սահմանադրական հիմնադիր զավակներով մենք այդ սահմանադրությունների օրինակներ էինք բերում եւ այդ հաղորդման մեջ այնտեղ կա հիմա նայեք դրա մասին մտածեք այ դեպի եկեղեցի մենք գնում ենք թե չէ հոսք կա դեպի եկեղեցի թե չէ նամանավանդ ավելի ոչ թե քաղաքների կենտրոններում կամ քաղաքներով շրջապատված եկեղեցիները այն եկեղեցիները որոնք ավելի օրինակ լեռնային են ավելի հեռու են ես վեդից եմ մեզ մոտ Արարատի շրջանում կա Սուրբ Կարապետ Լուսաշողի մոտակայքում Սուրբ Կարապետ եկեղեցի մի անգամ այդպես պատահաբար հանգստյան օրեր գնացի ասի գնամ հոստը մեկը երգ եմ լսում մի հրաշք մի պատարակ են մատուցում ու մտա պուճուր այսպես խորանում էլի մարդիկ խմբված սարերի մեջ ասֆալտ ճանապարհով գնում հասնում եք այ միգուցե այս գիծը պետք է մի քիչ մենք մեր մեջ զարգացնենք այն ձեր ասած տուրիզմի զարգանալու հետ առհասարակ մեր մոտ հանգստյան օրերը ու հնուց գալիս է այսպես հիմա պետք է մի քիչ էշություն անելու շրջանա չէ այն 5 օրը աշխատում են էշություն են անում հիմնարկներում այդ 2 օրն է տանը ինչ որ բաներ ուբոր կա չգիտեմ շաբաթօրյա կեսեն են հա բայց միգուցե այդ հանգստի մշակույթը մեր մեջ մտցնենք ժողովուրդ Կիրակին տալ Աստծուն Կիրակին տալ հանգստին տուր դու քեզ տուր դու քեզ ես տալի հոգևոր իմաստով դու քեզ տաս հոգևոր իմաստով դու քեզ տա դու կտաս Աստծուն որովհետև էլի Քրիստոսը դա միևնույն ժամանակ թե մարդ թե Աստված միտեղ միաբնակ էր միտեղ էր կրում անգամ աթեիստների համար եթե դու գնում եք չգիտեմ Լուվրում այդ պատկերները նայում եք կամ Էրմիտաժ եք գնում ենթադրենք խո այդ ամեն ինչը ինչ է իրական չի խորհրդանշական է չէ եկեղեցուն էլ վերաբերվեք խորհրդանշական հարգեք այդ գեղեցկությունը մանավանդ դա կենթանի գեղեցկություն է հա միգուցե կտավը մի քիչ մաշած է մի քիչ անորակ է հետևի կողմից նայում ես ինչ որ բաներ կա կպցրած ներկած գրած համաձայն եմ կտավը հետևից բայց այս կողմից որ նայում ես դու Մոնալիզա ես տենում ենթադրենք այդպես ընդունված է չէ հիմա Մոնալիզան տենց հայտնի է այս կողմից դու Մոնալիզա ես տենում Էն էլ տես հասկացի այս կողմից էլ տես ու այդպես իրականությունը հոտ ունի ես ես նկատեցի որ ձիեր բան տես սիրում եք չէ բան նայում եք ինձ սիրունա գնում ես ձին քշում ես հետո դու պիտի հոտ է գալի ու սենց դա ուրիշ էլի շատ բաներ կյանքում տեսնեք որ նկարների վրա մի ձև է դա երևում իրական կյանքում դա հոտ ունի եկեղեցին էլ ժողովուրդ ջան հոտ ունի միգուցե տեղ-տեղ ոչ այնքան հաճելի երբ որ դրանց այսպես ներքին խոհանոցն եք թափանցում բայց դա է իրականությունը մեծացեք չափահասունացեք ու ընդունեք այնպես ինչպես կա այդ իրականությունը դա մոլորակի ամենահին օֆիցիալ կազմակերպությունն է Շնորհակալ եմ դրույթի համար զրուցում էի հիմնադիր զավակներ նախաձեռնության համահիմնադիր հասարակական գործիչ Հայկ Մանասյանի հետ շարունակեք մեզ հետևել կհանդիպենք